Պարոն Գևորգյան, բենզինի շուկայում նկատվում է վառելիքի գների աճ, սա ինչով է պայմանավորված, հաշվի առնելով նաև այն, որ հայտարարում է իշխանությունը, որ Ադրբեջանից բենզինի ներմուծման դեպքում գների նվազում պետք է լինի։ Իշխանությունը ճիշտ է հայտարարել եւ տևական ժամանակը Հայաստանի Հանրապետությունում եւ բենզինի եւ դիզելային վառելիքի գները էականորեն ցածր են, քան միջազգային շուկայի արտացոլակը պետք է լինի, որտեղ տարբեր երկրներից են բերում, դիվերսիֆիկացիա արդյունքում կարողանում ենք էժան գին ունենալ, դա էլ է բնակերույթ։ Հիմա մի քանի օր բարձրացել ենք վերջի երևի 1 տարին ամեն ամիս մոնիտորինգ ենք անում, այսինքն եւ ծավալները եւ գները, որտեղ գիտեք, որ աշխարհում փոփոխություններ կան եւ դիզելային վառելիքի բենզինի շուկաները գտնվում են անկայուն վիճակում։ Հենց դրա հետ կապված են գները մի փոքր բարձրացել են, բայց վերջնական պատկերը համաչափ չէ, այս բանը չունի, ընդհանրապես 2-3 օրվա մասին է խոսում, մենք նայում ենք սա, բայց գլոբալ աշխարհում այդ վառելիքի գները թանկանում են եւ դուք գիտեք, որ մենք ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում արդեն գրեթե 2-3 տարի է Ռուսաստանից գրեթե բենզին չէինք ներկրում։ Այս պահեդրությամբ ներկրվում է, թե ոչ, եւ վերջերս նաեւ դիզելային վառելիքի չէինք ներկրում։ Արդեն 2-3 տարի է մենք բենզին խնդիրներ կային չենք կարող։